Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, այսօր ես ձեզ համար պատրաստել եմ նուկլեինաթթուներ թեմայի շարունակությունը եւ այսօր խոսելու եմ տեղեկատվական, փոխադրող եւ ռիբոսոմային ՌՆԹ-ների գործառույթների եւ կառուցվածքի մասին։ Ինչպես գիտենք, ռիբոնուկլեինաթթուներից բջում տարբերվում են ինֆորմացիոն, փոխադրող եւ ռիբոսոմային ձևերը։ Ինֆորմացիոն ՌՆԹ-ները կազմում են բջջի ՌՆԹ-ների 5%-ը, ամենամեծ բազմազանությունն ունեն եւ մի քանի հարյուրից մի քանի հազար նուկլեոտիդ են պարունակում։ Փոխադրող ՌՆԹ-ները կազմում են բջջի ՌՆԹ-ների 10-ից 15%-ը, ամենափոքր ՌՆԹ-ներն են եւ պարունակում են 70-ից 90 նուկլեոտիդներ։ Եվ իհարկե ռիբոսոմային ՌՆԹ-ները, դրանք ՌՆԹ-ների 85%-ն են կազմում եւ մտնում են ռիբոսոմների կառուցվածքի մեջ։ Ինչպես ԴՆԹ-ի նուկլեոտիդները, ՌՆԹ-ի նուկլեոտիդները նույնպես կազմված են ազոտական հիմքերից, ածխաջրերից եւ ֆոսֆորական թթվի մնացորդներից։ Ազոտական հիմքերը ածխաջրերին միացած են գլիկոզիդային կապերով եւ իհարկե ի տարբերություն ԴՆԹ-ի նուկլեոտիդների, այստեղ տարբերելու ենք պուրինային, ադենինային եւ գուանինային ազոտական հիմքերը, իսկ պիրիմիդինային արդեն ուրացիլային եւ ցիտոզինային ազոտական հիմքերը։ Ինչպես նկատում եք, ի տարբերություն ԴՆԹ-ի նուկլեոտիդների, թիմինային ազոտական հիմքը այստեղ փոխարինված է ուրացիլային ազոտական հիմքով։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ ՌՆԹ-ի շղթայում նուկլեոտիդները միմյանց միացած են մեկի ածխաջրի, մյուսի ֆոսֆորական թթվի մնացորդների միջոցով եւ առաջացնում են ամուր կովալենտ ֆոսֆոդիեթերային կապեր։ Հիմա խոսենք ՌՆԹ-ի մասին։ ՌՆԹ-ն սինթեզվում է ԴՆԹ-ի մեկ շղթայից, ՌՆԹ-ն սինթեզվում է կորիզում, ազատ նուկլեոտիդների հաշվին ՌՆԹ պոլիմերազա ֆերմենտի միջոցով։ Եվ իհարկե սինթեզից հետո տեղափոխվում դեպի ցիտոպլազմա, միանում ռիբոսոմներին եւ շարունակում իր առաքելությունը։ Ֆունկցիան կայանում է ժառանգական ինֆորմացիայի փոխանցումը ԴՆԹ-ից ռիբոսոմ։ Տեղեկատվական ՌՆԹ-ն, որին այլ կերպ նաև անվանում ենք ինֆորմացիոն եւ մատրիցայի ՌՆԹ, գոյատևում է էուկարիոտներում 2-ից 24 ժամ, պրոկարիոտներում մի քանի վայրկյանից մինչև 1 ժամ։ Պայմանավորված է տրանսլյացիայի տևողությամբ այս ժամանակահատվածը։ Սինթեզվում է ԴՆԹ-ի մեկ շղթայից կոմպլեմենտարության սկզբունքով եւ ՌՆԹ պոլիմերազ ֆերմենտի միջոցով։ Սինթեզի ընթացքում ՌՆԹ պոլիմերազը ունի պրայմերի կարիք։ Նոր սինթեզված ՌՆԹ-ն կոչվում է նախաինֆորմացիոն ՌՆԹ, առաջնային տրանսկրիպտ։ Սինթեզվելուց հետո էուկարիոտներում ենթարկվում է մշակման, պարտադիր պրոցեսինգի եւ հասուն ՌՆԹ-ն, որը պատրաստվում է դուրս գա ցիտոպլազմա, պարունակելու է կեպ 5 շտրիխ հատվածում 3-ից 4 նուկլեոտիդ պարունակող եւ պոլիադենինային պոչիկ 3 շտրիխ հատվածում։ Կյանքը սրա սկսվելու է տրանսկրիպցիայով եւ իհարկե ավարտվելու ռիբոնուկլեազների ազդեցությամբ քայքայմամբ։ Ամենաերկար ՌՆԹ-ները նշեմ, որ ԴՆԹ պարունակող վիրուսներում են տեղակայված։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, թեպետ նախորդ տեսադասում մենք խոսեցինք տրանսկրիպցիայի մասին, գործընթացը սկսելու է տատաարկղ կոչվող հատվածում, որտեղ ջրածնային կապերը ավելի քիչ են, թիմին ադենինային հաջորդականություններում այստեղ կրկնակի են ջրածնային կապերը եւ ավելի հեշտ են ճեղքվում։ Գործընթացը սկսելու է պրոմոտեր կոչվող հատվածից եւ 5 շտրիխից 3 շտրիխ ուղղությամբ ՌՆԹ պոլիմերազան սինթեզելու է մեր ՌՆԹ-ի նոր շղթան։ Սինթեզը ավարտվելու է տերմինատոր կոչվող հատվածում, որտեղ ցիտոզին եւ գուանին հաջորդականությունները բավականին շատ են եւ իհարկե եռակի ջրածնային կապերը շատ, որը ավելի դժվար է ճեղքել։ Կեպը միանում է 5 շտրիխ հատվածին եւ կեպի հիմնական նշանակությունը կայանում է ՌՆԹ-ն էկզոնուկլեազների քայքայման ազդեցությունից պաշտպանելը, ինչպես նաեւ նպաստում է ռիբոսոմների վրա տեղավորմանը։ Իսկ էնդոնուկլեազը անջատում է 3 շտրիխ հատվածից հաջորդականություն եւ այնուհետեւ պոլիադենին պոլիմերազա ֆերմենտը միացնում է պոլիադենինային պոչիկը։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ առաջնային տրանսկրիպտը միացնելու է իրեն կեպը, պոլիադենինային պոչիկը, այնուհետև ենթարկվելու է սպլայսինգի։ Սպլայսինգը իրենից ներկայացնում է ինտրոնների անջատում եւ էքսոնների միացում։ Իհարկե սպլայսինգի դեպքում պետք է ունենանք սպլայսոսոմի առաջացում, որը իրենից ներկայացնում է ՌՆԹ-ի եւ սպիտակուցների համալիր։ Սպլայսոսոմները միանալով այս հատվածին պոկելու են, անջատելու են 5 շտրիխ հատվածը, այնուհետև 3 շտրիխ հատվածը եւ այս էքսոններին միացնելու միմյանց, իսկ ինտրոններին
հեռացնելու շղթայից։ Շատերի կարծիքով ԴՆԹ-ի գեն կոչվող հատվածից հնարավոր է սինթեզել միայն մեկ տեսակի ԻՌՆԹ, և իհարկե միայն մեկ տեսակի ԻՌՆԹ-ից հնարավոր է սինթեզել միայն մեկ տեսակի սպիտակուց։ Սակայն դա այդպես չէ։ Գոյություն ունի այլընտրանքային սպլայսինգ, որի արդյունքում մենք կարող ենք ստանալ տարբեր տիպի ԻՌՆԹ-ներ, հետևաբար կարող են սինթեզվել տարբեր տիպի սպիտակուցներ։ Տեսնում ենք, որ պետք է կտրենք դիցուկ 2-ից 3 հատվածում գտնվող այս ուրեմն հեռավորության վրա գտնվող ինտրոնը, սակայն կտրել ենք նաև 3 էկզոնը և ստացել ենք 1, 2, 4 շղթա։ Հաջորդը փոխադրական ՌՆԹ-ներն են։ Փոխադրական ՌՆԹ-ները կազմում են բջջի ՌՆԹ-ների 10-ից 20%-ը, պարունակում են 70-ից 90 նուկլեոտիդներ, ամենափոքր ՌՆԹ-ներն են, զանգվածը 80,000, երկարությունը 5 նանոմետր։ Յուրաքանչյուր ամինաթթվի համար գոյություն ունի 1 և ավելի սպეციფიկ ՌՆԹ-ներ։ Սինթեզվում է ՌՆԹ պոլիմերազա 3 ֆերմենտի միջոցով և 3 շտրիխ հատվածից անջատվում է այն հաջորդականությունը, որին միանալու է ՑՑԱ տրիպլետը։ Հետո իհարկե անջատվելու է ինտրոնները և էքսոնները միմյանց են միանալու։ Նկատվելու է նաև առանձին նուկլեոտիդների մոդիֆիկացիա։ ՓՌՆԹ-ի երկրորդային կառուցվածքը ունի 3 նույն տեսք, ինչպես նկատում եք, իսկ երրորդային կառուցվածքը առաջանում է երեքնուկի տերևի երկտարածական կառուցվածքի առաջացմամբ։ Այստեղ առաջանում են հավելյալ կապեր, և երեքնուկի տերևը թեքում են մեկ ուղղությամբ, ինչպես տեսնում եք, լատինատառ L տառի տեսքն ունի մեր երեքնուկի երրորդային կառուցվածքը։ Երկրորդային կառուցվածքում ՓՌՆԹ-ն արդեն իսկ ունի բավականին մեծ ֆունկցիոնալ ակտիվություն, ինչպես տեսնում եք, ՑՑԱ հաջորդականությունը 3 շտրիխ հատվածին միացած։ Այստեղ միաշղթա ՌՆԹ-ն ջրածնային կապերով միանալով կարող է առաջացնել T հանգույց, D հանգույց, ինչպես նաև անտիկոդոնային հանգույց։ Անտիկոդոնային հանգույցում մենք ունենք անտիկոդոնային կոդոնը կամ նաև անվանում են գաղտնագրող եղյակ, սրանք 3 նուկլեոտիդների հաջորդականություններ են, որոնք միանալու են ԻՌՆԹ-ին։ Ինչպես տեսնում ենք, ՑՑԱ տրիպլետը իրենից ներկայացնում է նուկլեոտիդների հաջորդականություն, իսկ ամինաթթուն լրիվ այլ նյութ է։ Եվ ՑՑԱ տրիպլետին միանալու համար ամինաթթվին անհրաժեշտ է հատուկ ֆերմենտ, որը անվանելու ենք ամինոացիլ ՓՌՆԹ սինթետազաֆերմենտ, որը թույլ է տալու մեր ամինաթթվին միանալ ՑՑԱ հաջորդականությանը։ Այսինքն ՓՌՆԹ-ն իրեն է միացնում հատուկ ֆերմենտ, որն էլ իրեն է միացնում ամինաթթվին։ Նշեմ, որ յուրաքանչյուր ամինաթթու կոդավորվում է հատուկ ՓՌՆԹ-ով, և այստեղ ամինաթթուն պիտի համապատասխանի ՓՌՆԹ-ի անտիկոդոնային կոդոնին, որն էլ համապատասխանելու է ԻՌՆԹ-ի համապատասխան տրիպլետին։ Տվյալ դեպքում ներկայացված է ԻՌՆԹ-ի ԳՑՑ տրիպլետը, որը կոդավորելու է ալանին ամինաթթուն, սակայն նշեմ, որ բացի ԳՑՑ տրիպլետից նաև կարող են ալանին կոդավորել ԳՑՈ, ԳՑԱ և ԳՑԳ ԻՌՆԹ-ի տրիպլետները։ Մի փոքր անդրադարձ անենք տրանսլյացիայի գործընթացին, իհարկե հետագայում ես ավելի մանրամասն կներկայացնեմ այս պրոցեսը։ Այստեղ ուրեմն ԻՌՆԹ-ի համապատասխան նուկլեոտիդները, տրիպլետը միանալու է ՓՌՆԹ-ի անտիկոդոնային կոդոնին, առաջացնելու ջրածնային կապեր, և իհարկե քանի որ այս անտիկոդոնային կոդոնը համապատասխանում է մեր ամինաթթուներին, հետևաբար իր հետ բերելու է այն ամինաթթվին, որը ի սկզբանե որոշված էր ԻՌՆԹ-ի հաջորդականության մեջ։ Եվ այսպես ԻՌՆԹ-ների համապատասխան տրիպլետները, որոնք ջրածնային կապերով միանում են ՓՌՆԹ-ների անտիկոդոնային կոդոնին, կարողանում են ամինաթթուները ճիշտ հաջորդականությամբ տեղավորել սպիտակուցի շղթայում։ Հաջորդը ռիբոսոմային ՌՆԹ-ներն են, որոնք ամենամեծ ՌՆԹ-ներն են, սրանք կազմում են բջջի ՌՆԹ-ների 85%-ը, մտնում են ռիբոսոմների կազմի մեջ, կազմելով ռիբոսոմների 4 զանգվածի 40-ից 50%-ը։ Ռիբոնուկլեոպրոտեիններում սպիտակուցները կատարում են կառուցողական դեր, ապահովելով փոխազդեցությունը ԻՌՆԹ-ի և ՌՌՆԹ-ի միջև։ Սինթեզվում են կորիզակում, մասնակցում ռիբոսոմների տեղամասերի առաջացմանը։ Ինչպես տեսնում ենք, այստեղ էուկարիոտների ռիբոսոմների փոքր ենթամիավորն է 40S և մեծ ենթամիավորը 60S։ Եվ իհարկե տեսնում ենք
շատ լավ երևում են ՌՆԹ-ի մոլեկուլները, որոնք միացած են սպիտակուցների հետ, առաջացնելով ռիբոսոմներ։ Ամփոփելով այս ամենը եւ ներկայացնելով ՌՆԹ-ի կառուցվածքային առանձնահատկությունները, փորձենք համեմատական բնութագիր կազմենք ԴՆԹ-ի եւ ՌՆԹ-ի միջեւ։ ԴՆԹ-ն կազմված է 2 պոլինուկլեոտիդային շղթաներից, իսկ ՌՆԹ-ն 1 պոլինուկլեոտիդային շղթայից։ ԴՆԹ-ի կազմում նուկլեոտիդները պարունակում են դեզօքսիռիբոզ-պենտոզը, իսկ ՌՆԹ-ի կազմում պարունակում պենտոզ ռիբոզը։ Ազոտական հիմքերից այստեղ հանդիպում են ադենինը, թիմինը, ցիտոզինը եւ գուանինը, իսկ ՌՆԹ-ի մոլեկուլում ազոտական հիմքերից հանդիպում են ադենինը, ուրացիլը, ցիտոզինը եւ գուանինը։ Եվ իհարկե խոսենք գործառույթի մասին, ԴՆԹ-ն ժառանգական ինֆորմացիայի պահպանողը եւ հաջորդ սերնդին փոխանցողն է, իսկ ՌՆԹ-ները լինում են տարբեր տիպի, ՓՌՆԹ-ն ամինաթթուները փոխադրում է սինթեզի վայր, ԻՌՆԹ-ն մատրիցա է հանդիսանում սպիտակուցի սինթեզի համար եւ ՌՌՆԹ-ն մտնում է ռիբոսոմի կազմի մեջ։ Շնորհակալություն, հարգելի ունկնդիրներ, հուսով եմ հավանեցիք եւ հուսով եմ կարողացա պատասխանել ձեր բազմաթիվ հարցերին, որոնք ուղղված էին այս թեմաներին։ Եթե չեք բաժանորդագրվել, խնդրում եմ բաժանորդագրվեք եւ ուշադիր հետևեք մեր հաջորդ տեսադասերին։ Շնորհակալություն։